Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Մովսիսյան, Կիրակի եւս Նիկոլ Փաշինյանը եկավ պատարագի մասնակցելու Թալինի եկեղեցում եւ դրանից առաջ էլ Թալինի քաղաքապետի գլխավորությամբ խոչընդոտվում է տեղի հոգեվոր ծառայողների աշխատանքը։ Նախ դուք ինչպես եք գնահատում հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԿՊ-ն այսպես ասած բարեվարկության կանոններ է առաջ բերել եւ դա ոտնահարվում է հենց ձեր մարզի քաղաքներից մեկի քաղաքապետի ձեռամբ, հաշվի առնելով նաև Մայրաթոռում տեղի ունեցածը։ Բարեվարկության կանոնները ճիշտ եք ասում, մեր կուսակցության որոշմամբ բարեվարկության կանոններ ենք սահմանել եւ բարեվարկության կանոնները մեր կուսակցականները չեն խախտում եւ եթե խախտման դեպքեր լինեն, վստահ եմ, որ կուսակցությունում համապատասխան քննարկում կլինի, համապատասխան մարմնի կողմից եւ գնահատականներ կլինեն, իսկ ինչ վերաբերում է պատարագին, մեծ հաշվով դուք նշեցիք այն ինչը որ կա, խոչընդոտ համայնքի ղեկավարը չի հանդիսացել պատարագների մասով, այլ ընդհակառակը Կիրակի օրվա պատարագին եկել ինքն մասնակցել է մեր հետ պատարագին։ Եկեղեցու հոգևոր հովիվը այլ մարդ է եւ Տեր Թադեն կարգալույց եղած հռչակված քահանա է եւ դուք նշում եք եթե բարեվարկության կանոնները խախտվեր, ապա հետևանք կունենար, դուք չեք տեսել Մայրաթոռում Տավրոս Սափյանի գործողությունները, կնոջը ինչպես է հայհոյում, դա նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում է հանդիսացել վարույթ հարուցելու։ Գիտեք, դուք ասում եք Տեր Թադեն կարգալույց եղած քահանա է, բայց մենք չենք ընդունում, որ Տեր Թադեն կարգալույց եղած քահանա է, ընդհակառակը մենք ես Տեր Թադեից շնորհակալություն եմ հայտնում, որ ինքը բարենորոգման օրակարգը իր համար ուղեցույց է վերցրել եւ անում է ամեն ինչ, որպեսզի մեր հոգևոր կյանքը Սուրբ Առաքելական եկեղեցին բարենորոգվի եւ այն արժեքները, որ հարիր են մեր եկեղեցուն, այդ արժեքները վեր լինեն այն արժեքներից, որը մեզ հարիր չէ։ Պարոն Մովսիսյան, բայց դա ձեր ընդունել-չընդունելու հարցը չէ, որովհետև մենք աշխարհիկ անձնավորություններ ենք եւ եկեղեցու ներքին կյանքին եւ նաեւ ամենայն հայոց կաթողիկոսի որոշմամբ է կարգալույց հռչակվել, մենք դրանց միջամտելու, ընդունել-չընդունելու, այսպես ասած, իրավասություն չունենք։ Գիտեք, դա ձեր կարծիքն է, տեսեք, հայ առաքելական Սուրբ եկեղեցին բաղկացած է մարդկանցից, հայ առաքելական Սուրբ եկեղեցի հետևորդներով։ Եթե չլինեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները, ինչպիսին որ նաև դուք եք, ես եմ եւ մնացած հետևորդներն են, ովքեր որ հավատացյալ ժողովուրդ են եւ հետևորդներն են։ Վստահորեն հայ առաքելական Սուրբ եկեղեցին գոյություն ունենալ չի կարող։ Եվ եթե դու եկեղեցու հետևորդ ես, դու կարող ես քո կարծիքն ունենալ, եւ եթե դու խնդիրներ ես տեսնում, ոչ միայն պետք է լռես, այլ նաեւ այդ խնդիրները բարձրաձայնես, ես հետեւական ձևով գնաս այդ խնդիրների լուծմանը։ Եվ անտարբերությունը, իմ կարծիքով, հենց անտարբերությունը մեղք է եւ չի կարելի անտարբեր լինել մի բանի, մի երևույթի նկատմամբ, որը քո համար շատ թանկ է եւ քո արժե համակարգի մի մասն է։ Իսկ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր արժե համակարգի մի մասն է եւ եթե մի խնդիրներ կան, մենք պետք է տանենք աշխատանք եւ անենք այնպես, որ այդ խնդիրները լուծում ստանան։ Այդ համատեքստում ձեր մարզի, ձեր թեմի քահանաները պարբերաբար ահազանգում են, նշում են, որ իրենց հոգևոր ծառայությունը չեն կարողանում իրականացնել, նույն ձեր Թալինի քաղաքապետի խոչընդոտների հետևանքով, նույն Տեր Թադեի մարդկանց անգամ հնարավորություն չի տրվում մտնել եկեղեցի, առաջանալ խորանի մոտ եւ աղոթք բարձրացնել, պարոն Մովսիսյան։ Այսինքն այս երկակի ստանդարտները ձեզ կարելի է, բայց մյուս քահանաներին, ովքեր ձեռնադրված են, շարունակում են լինել հոգևորական, իրենց չի կարելի։ Դե տեսեք, ձեր ասածները չի համապատասխանում իրականությանը, ձեզ սխալ ինֆորմացիա են տվել, ասեմ ինչի, որովհետև ովքեր որ ուզեցել են պատարագ անցկացնել, իրենք կարողացել են այլ եկեղեցում պատարագ են անցկացրել եւ որտեղ որ Տեր Թադեն պատարագ էր անցկացրել
հորդորով, որպեսզի իրավիճակը չլարվի։ Տեղյակ եք, որ գնացին են օրինակ Մաստարայի եկեղեցի։ Այո, բայց Մաստարայի եկեղեցին են ինքը անցկացնում պատարագը։ Ինչու են որոշել, որ հենց պիտի Թալինի մեջի եկեղեցում անցկացնեին այն ժամանակ, երբ որ արդեն որոշում կար, որտեղ պատարագ պիտի անցկացվի։ Տավրոս Սափյանն է որոշողը։ Ձեր համար առանձին վեհապար եք ընտրել կամ թեմի առաջնորդ։ Տեսեք, պատարագը շուտվանից արդեն որոշված էր, որ այդտեղ դիներ եւ բոլորը տեղակ էին, որ այդտեղ պատարագ պետք է տեղի ունենա։ Եվ այդ փոփոխությունը, որ Մաստարայից որոշել էին փոխեին Թալին քաղաք, ես չեմ հասկանում դրա տրամաբանությունը։ Եվ եթե ընդհանուր գլոբալ մեծ հաշվով նայենք, իսկ եթե մեր հավատավոր ժողովուրդը ուզում է, որ Տեր Թադեն անցկացնի պատարագը, ով կարող է ստիպել, որ ինքը չանցկացնի։ Օրինակ, ինչը պիտի ստիպի այդ մարդուն ասել, որ մի անցկացրու։ Դու եթե մեր ժողովուրդը, մեր հավատավոր ժողովուրդը պատարագին մեծաթիվ մասնակցությամբ եկել են մասնակցում էին եւ նույնիսկ դրանից մի օր առաջ հայտարարություններ չէ եղել, որ վարչապետի մասնակցություններն են եւ բազմաթիվ ներկաներ են եղել պատարագին եւ ուզել են որ Տեր Թադեն անցկացնի պատարագը։ Իմ հոգեվոր գիտելիքները թույլ տալիս է ամեն դեպքում որոշակի դետալների մեջ մտնել եւ դուք նշում եք ձեզ համար զարմանալի է թե ինչու Մաստարայից գալ Թալինի եկեղեցի, Թալինի եկեղեցու հոգեվոր հովիվը, ով նշանակված է այդ եկեղեցում ծառայություն իրականացնելու, այդտեղ պիտի պատարագ մատուցի եւ եթե այլ քահանա կամ տեղափոխություն պիտի լինի, դա էլ պետք է տեղի ունենա թեմի առաջնորդի ձեռամբ, բայց մենք տեղեկատվություն չունենք, որ օրինակ թեմի առաջնորդը կամ վարչական խորհուրդը որոշել է, որ այո, այդտեղ պետք է Տեր Թադեն պատարագ անցկացնել, մյուսներն էլ պարտավորված են գնալ Մաստարայի եկեղեցի, կամ դուք ինչու եք որոշում, որ մեկը գնա Մաստարա, որ մեկը Թալինի եկեղեցու։ Դուք ամենակարևորը չեք հաշվի առնում։ Մենք ինքնախաբեությամբ չենք ուզում զբաղվել եւ այն երևույթները, որ առկա են հայ առաքելական Սուրբ եկեղեցում, փորձում ենք մենք այդ երևույթները, վատ երևույթները շտկել եւ հենց այդ երևույթների հետևանքով է, որ մարդիկ փորձում են խոչընդոտել են պատարագները, որը որ կատարում են այն հոգեորականներ, ովքեր որ բանորոգման օրակարգը իրենց համար առաջնային է։ Եվ ինքնախաբեությամբ մենք չենք զբաղվելու, եւ այն մարդիկ, ովքեր որ այսպես ասած իրենց համարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր անձ, բայց չեն համապատասխանում եւ չեն պահում այդ կանոնները, մենք բաց եւ բարձրաձայն խոսում ենք դրա մասին եւ խոսել ենք այնքան ժամանակ, մինչեւ որ այդ հարցը վերջնական լուծում ստանա։ Քաղաքապետի վարքը քննության առնվել է կամ դուք իր հետ խոսել եք, առանձնազրույց ունեցել եք կամ իր հայհոյանքները դուք չեք լսել Մայրաթորի բակում։ Թալինի վեհապարների շիրիմների վրա։ Գիտեք, այս ամբողջ մեծ հարցի մեջ եկել ենք ֆիքսվել ենք Թալինի քաղաքապետի համայնքի ղեկավարի վրա, ես կարող եմ ասել, որ համայնքի ղեկավարը հաջորդ օրը հարցազրույց է տվել եւ մանրամասն բացատրել է։ Ես ձեզ կհորդորեմ ընդհանուր երևույթ, ես որ ճիշտն ասեմ, Էշմիածնում տեղի ունեցած երևույթը այդպես որպես այդպեսին ուշադիր չեմ նայել, բայց ինքը գիտեմ, որ բացատրություն է տվել, քանի որ իր անունը շոշափվել է, ինքը բացատրություն է տվել եւ կարծում եմ կարող եք լսել այդ բացատրությունը եւ իմ համար հիմնավոր է թվաց։ Այսինքն օրինակ չեք պատրաստում Թալինի քաղաքապետին ազատել զբաղեցրած պաշտոնից։ Դուք երևի չեք պատկերացնում, Թալինի համայնքի ղեկավարը ընտրված է եւ տեղական ինքնակառավար մարմինների ղեկավարները չեն ազատվում աշխատանքից։ Ժողովուրդը իր ընտրվող մարմիններին ժողովուրդը իր գնահատականը տալիս է մարդու կատարած աշխատանքի կամ բացողումների հիման վրա։ Եվ ես վստահ եմ, որ ժողովուրդը այդ գնահատականը կտա եւ եթե համայնքի ղեկավարը լավ է աշխատում, ավելի բարձր քվե կտանի, եւ եթե վատ է աշխատում, ավելի
Ես կարծում եմ պարոն Սապյանի աշխատանքը բավականին լավ եմ գնահատում եւ կարծում եմ բավականին շատ բան է արել Թալին համայնքի համար։ Պարոն Մովսիսյան, խնդրեմ անդառնանք մարզում տեղի ունեցած շղթայական վթարին, ինչ տեղեկատվություն ունեք դուք այս պահին քաղաքացիները, որոնք տեղափոխվել էին Թալինի բժշկական կենտրոն, այլ բժշկական կենտրոններ վիճակներին ծանոթ Կայուն եմ ճանապարհները նաև չնայած որ ոչ այդքանով Պես եթե նույն վթարի մասին է խոսքը, բավականին մաքուր է եղել, այսինքն ձյուն չի եղել, ասֆալտի վրա այդ վթարը տեղի ունեցել, այսինքն ճանապարհների մաքրման հետ կապ չի ունեցել վթարը, ուղղակի ճանապարհային կանոնների երևի թե խախտման մասով վթարը տեղի ունեցել։ Ես տեղյակ եմ, որ մեր բոլոր բժշկական կենտրոնները, որտեղ տեղափոխվել են, համապատասխան օգնություն են ցույց տվել եւ որոշ մարդկանց տեղափոխել են Երևան, ինչքանով որ ինձ են զեկուցել վերջինն, բոլորի վիճակը կայուն է եւ առողջություն եմ ցանկանում բոլորին։ Մարզում ճանապարհները անցանելի են, մեր կասառույցը Ունենք ճանապարհներ, որ անցանելի չեն, բայց այն հիմնականում այն ճանապարհներն են, որ դեպի Սար տանող, Համբերդ տանող ու այտենց քիչ օգտագործող ճանապարհներն են, դե բավականին շատ ձյուն է եկել ու ամենաշատը երևի թե մեր մարզում է եկել, որպես այդպեսին մեր մարզը ուրախ ենք այդ առումով եւ եթե թերություններ լինում են, փորձում ենք շտկել արագ։ Դուք ձեր թեմի առաջնորդի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի հետ ինչ հարաբերություններ ունեիք։ Առանձնապես հարաբերություններ չեմ ունեցել, ճանաչել եմ որպես մեր թեմի առաջնորդ։ Առանձնապես հարաբերություններ չեմ ունեցել։ Ինչով է պայմանավորված եղել հարաբերություններ չունենալը։ Իրենով, կարծում եմ իրենով։ Ինքը կապի դուրս չէր գալիս։ Իրենով։ Ես կարծում եմ իրենով էր պայմանավորված։ Ես իմ բնավորությամբ բոլորի հետ շփվող մարդ եմ եւ կարծում եմ իրենով էր պայմանավորված։ Շնորհակալ եմ։